Ուրեմն նոր լսում եմ նոր նայեցի են երկու հոգու խոսալ են Էջմիածնի քաղաքապետի ընտրությունների տեխնացուներից մեկը տեխնացուներ են մեկն էլ օգնականներ ով էր չգիտեմ գեներալի կաֆեի կողը կանգնած որ խոսում էին թե բա սա Էջմիածնի խայտարակությունն է գեներալի կաֆեի վրովին ասում էլի Էջմիածնի խայտարակությունն աղբավայրը ուրեմն լսեք արա Էջմիածնի խայտարակությունը մեկ էլ Էջմիածնի աղբավայրը դա դուք եք այդ երկուսը որ 18 թվին Էջմիածինն եք ազատագրում Գրիգորյանների ընտանիքից ազատագրեցիք դրա համար էլ հիմա թուրքը նստած է Ստեփանակերտում այդ է ձեր ազատագրելու արդյունքը ու իմ համար գիտեք ինչն է ցավալին որ այդ ամեն ինչը ասվում էր Արամ Սարգսյանի ներկայությամբ հələ էլ ավելի ցավալի կլինի իմ համար եթե հանկարծ պարզվի որ այդ ամեն ինչը ասվել է նաև Արամ Սարգսյանի համաձայնությամբ որ հələ ինձ թվում է որ դա կարող Արամ Սարգսյանը տեղյակ չէր դուք տենց խոսացիք բայց հետո ձեր բենին հետո կգա էլի դրա համար հասկանում եք բայց եթե հանկարծ պարզվի որ այդ ամեն ինչը ասվել է նաև Արամ Սարգսյանի համաձայնությամբ այդ իմ համար կրկնակի աբիտնիկ կլինի էլի հասկանում եք ես էլի կյանքում Արամ Սարգսյանի բան չեմ ասի որտեղ ինքը Վազգեն Սարգսյանի աղբերն է ու ես միշտ դատապարտել եմ որ Արամ Սարգսյանին կպնում են մարդիկ Վազգենի քույր են ասում բանով ես միշտ ասեմ արա մի ասեք Վազգենի աղբերն եթե դուք Վազգեն Սարգսյանին հարգում եք Արամ Սարգսյանին չպետք է վիրավորեք եթե դուք Արմեն Սարգսյանին հարգում եք որ ворց տղա է բոլորդ էլ ընդունում եք չէ որ ворց է բա Արմեն Սարգսյանը կանգնեց ասեց Արամը իմ աղբերն է իր համար կյանքս կտամ անկախ նրանից որ շատ հարցերում մենք իրար հետ նույն կարծիքի չենք դա Արմեն Սարգսյանն ասեց ասես եթե հարգում եք Արմեն Սարգսյանին Վազգեն Սարգսյանին դուք Արամ Սարգսյանին չպետք է կպնեք դրա համար ես հիմա էլ չեմ կպնի Արամ Սարգսյանին բայց ուզում եմ ասեմ Արամ Սարգսյան ջան այդ երկուսը ով են որ դու համեմատես մանվել են կոշիկի տակի կեղտի հետ դրանք ով են որ հերիք չի մի հատ քո տեխնացուներն են դրանցից մեկը չեմ էլ ման որ մեկն է տեխնացուն այն մեկը տեխնացուներ է մեկը չգիտեմ ով էր չեմ ման որ մեկը ով էր բայց հերիք չի քո կուսակցության տեխնացուներն մի հատ էլ մանվել են մերժում Էջմիածնի կենտրոնում ու դու դա թույլ ես տալի Արամ ջան չէ որ Վազգեն Սարգսյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը Մանվել Գրիգորյանն էր Վազգեն Սարգսյանը Մանվել Գրիգորյանի քավորն էր բա դու ոնց ես թույլ տալիս որ այդ երկուսը որ քո ներկայությամբ գեներալ Մանվելին մերժեն այսօր փորձեն մերժեն չեն էլ կարա մերժեն բայց փորձեն մերժեն գեներալ Մանվելին այսօր քո ներկայությամբ դու Մանվելի ոտի տակի կեղտը դրանց այդ երկուսի նման հազարավորների հետ չպետք է փոխես հենց դրանք քեզ առաջինը մեջքիցդ կխփեն կողքը թողնեն քեզ իրոք հավատարիմ մարդիկ գոնե օրինակ ոնց որ այսօր տեսա Արմեններ Մկրտչյան որին որ շատ եմ հարգում իրոք կարգին տղա է ու թե քեզ թե իր հերը Ռաֆիկ Մկրտչյանը Վազգեն Սարգսյանին հավատարիմ իրոք կանգնած մարդիկ են իրանք ձեզ իրանք ուրիշ բայց այս երկուսով են որ քո ներկայությամբ կպնում են Մանվել Գրիգորյանին ու մի բան էլ եմ ուզում ասեմ Մանվել Գրիգորյանի ունեցվածքի վրա ով աշկ կդնի ես նրա աշկերը կհանեմ էդ էլ ես եմ ուզում ասեմ այդ որ ասում եք ընտրվենք գալու ենք էսի քանդենք ու ապա մոնտաժենք ես հիմա ձեզ ուզում եմ ասեմ այ երկու հոգի անունները չեմ էլ իմանում այդ եթե նախ դուք չեք ընտրվի որովհետև ընտրությունների օրը Էջմիածնեցին իր քվեով ցույց կտա հարգում է Մանվելին թե հարգում է Մանվել մերժողներին հասկանեք դուք չեք ընտրվելու բայց ասենք թե ընտրվեք տեսականորեն համարենք որ ընտրվեք ենթադրենք ընտրվեք ու ապա մոնտաժեք ես էլ ձեզ խոսք եմ տալիս ոնց կապա մոնտաժեք հետո ձեր ձեռով էլ մոնտաժելու եք այդ նույնը ձեր ձեռով սարքելու եք Մանվել Գրիգորյանի կաֆե եթե քանդեք ոչ թե փողը տալու եք սարքեն այլ բանվորությունը դուք եք անելու էդ էլ ես եմ խոսք տալի ու նորից եմ ուզում ասեմ ով գեներալ Մանվելի ունեցվածքի վրա աշկ դրեց ես նրա աշկերը կհանեմ հասկացաք գեներալ Մանվելից ով ինչ խլել է սա հետ եմ բերելու ես ու իմ ման տղեկը հետ ենք բերելու սկսած Արցախից ու մեր արժանապատվությունից ու վերջացած այդ մանր-մունր կաֆեներով հասկացաք ու ստե խոսքս ուզում եմ ավարտեմ Վազգեն Սարգսյանի խոսքերով որ ասեց Խերրիտ չդնես Մանվել